Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասիան։ Ալեքսանդրան հայտնվել է։ Նրա անունն Ալեքսանդրա է, միթե այն արտասովոր կերպարը չէ, ոսկերչական խանութի հայտնի մոդել։ Այո, նայ, արտասովոր Անաստասիան, ասացեք ինձ բժիշկ, ես հնարավորություն ունեմ այդ կնոջը տեսնելու։ Կենտրոնի տնօրենը շատ զգույշ է ինֆորմացիա տրամադրելու հարցում։ Այո, իհարկե, գիտեմ։ Ես էլ մեր ընտանիքի պաշտպանության հարցով եմ զբաղվում։ Լիովին հասկանում եմ նրան։ Այո, լսեք ինձ բժիշկ, ինձ համար շատ կարևոր է տեսնել այդ հիվանդին։ Լավ, ես հիմա կխոսեմ տնօրենի հետ, լավ, ինձ այստեղ սպասեք, շնորհակալ եմ բժիշկ։ Եթե քույրս հայտնվեր ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, նա կհասկանար մեզ, ես դա գիտեմ։ Չգիտեմ, այդքան վստահ մի եղիր։ Մենք չգիտենք թե կրոջդ հետ ինչ է եղել։ Հնարավոր է, որ նա հիմա լրիվ ուրիշ մարդ է դարձել, շատ ուրիշ։ Գիտես, ես կասկածում եմ, որ կգտնենք նրան։ Որովհետև մենք ոչ մի ապացույց չունենք։ Ոչ, Աուրելիո, խնդրում եմ, այդպես մի ասա, պետք չէ։ Եթե ինձ մենակ թողնես, ես հուսահատությունից կմեռնեմ։ Սերիմ, ես այդպես եմ ասում, որ պատրանքներով չապրես։ Մենք հույսներս պետք է միայն մեր սիրո վրա դնենք։ Դա միակ բանն է, որը կմիացնի մեզ։ Մեր սիրո օգնությամբ մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Այո, իհարկե, բայց պետք է զգույշ լինենք, շատ զգույշ պարոն Տոնիի հետ, Օվիդիոյի հետ նույնպես։ Ախր ինչու չեն հասկանում մեզ, ինչու մեզ չեն հասկանում, գրողը տանի։ Սիրելիս, հանգստացիր, դու կվախեցնես Կլաուդիային։ Ողորմած Աստված։ Դա ճիշտ չէ, դա արդարացի չէ, որ մենք միշտ մտահոգվում ենք բոլորի համար, բայց ոչ ոք չի հասկանում, որ երկուսս սիրում ենք իրար եւ ընդամենը ուզում ենք միասին լինել։ Այդքան բան։ Դա արդարացի չէ, ոչ։ Ու քո կարծիքով դա հեշտ է։ Ոչ, ես չեմ ուզում նորից բանտ ընկնել։ Բանտ, ոչ, մի բանտ, ինչու, ոչ, նախ կփոխեն կանունը, Լաուրա կանվանեն, Քրիստինա, չգիտեմ, հետո մի նոր կյանքի պատմություն կհորինեն քեզ համար ու նոր փաստաթղթեր ձեռք կբերենք, վկային պաշտպանող նախագծերում հաճախ է նման բան անում։ Դե իհարկե, քանի որ ես էլ այդ ծերուկի չարագործությունների վկան եմ, ուրեմն ավելի լավ է համաձայնվեմ, որպեսզի ինձ մի տան մեջ փակեն, նրան դա մեծ հաճույք կպատճառի, ոչ։ Եթե սիրում ես Սանտիագոին այնպես, ինչպես որ ասում ես, ուրեմն մտածիր։ Իսկ ինչու ես հենց դու եկել եւ ինձ նման բան առաջարկում։ Որովհետև ծերուկն ուզում է ուղղել իր բոլոր սխալները, քանի դեռ Սանտիագոն չի նկատել, որ նա տնօրինել է իր կյանքը, իսկ ես միակ մարդն եմ, որ վկա է եղել այդ ամենին։ Քանի որ ողբերգությունից խոսեցինք, արի ավելի լավ է խուսափենք այն ամենից, ինչը կարող է տեղի ունենալ։ Ախր մեկը կարող է գալ ու քեզ այդ վիճակում տեսնել, Ագրիպինա։ Գիտես ինչն է ամենավատը, Աքվիլես, որ այդ կինն անառակ է, այո, ամուսինս ու որդիս ոման անառակի են սիրում, այ քեզ դժբախտություն։ Ուրեմն ավելի լավ է գնա ու խոսիր նրանց հետ։ Դու միշտ հավատարիմ կին ես եղել եւ հոգատար մայր։ Դրանք անարդարացի են քո հանդեպ։ Ավելի լավ կլինի, եթե վերջ տաս խմելուդ ու գնաս խոսես նրանց հետ, Ագրիպինա։ Ոչ, ես չեմ կարող նրանց հետ խոսել, որովհետև ես նրանց համար ոչ այլ ինչ եմ, քան մի չնչին ворդ։ Եթե շարունակես այդպես խմել, հենց որդի նման օրորելը վեր կքայլես։ Արի այսպես անենք, Ագրիպինա։ Ես տաքսի կկանչեմ, որովհետև դու այդ վիճակում չես կարող մեքենա վարել։ Հիմա ես տաքսի կկանչեմ։ Ոչ։ Դու ոչ մի տաքսի էլ չես կանչի, Աքվիլես։ Ու գիտես ինչու։ Որովհետև ես մի շատ կարևոր որոշում եմ կայացրել։ Իրոք, դու որոշել ես ավտոբուսով գնալ, թե ինչ։ Ոչ մի նման բան։ Լսիր, ես կվերականգնեմ իմ սեփական ընտանիքը։ Որոշեցի, որ անառակ կդառնամ։ Ու դու էլ կլինես իմ առաջին հաճախորդը։ Ինչ։ Խնդրում եմ, լավ, հանգիստ։
Իսկ ինչ եք ուզում որ ասեմ, այնպես եք ինձ նայում, որ ես չեմ համարձակվում խոսել, այսպես ես չեմ կարող ինչ-որ բան ասել։ Դու ասա այն ինչ որ բժիշկն է ասել։ Դե, բժիշկը ինձ այնպիսի բաներ ասաց, որ ես դժվարանում եմ կրկնել։ Ինձ համար դա ասած չինարեն լիներ։ Բայց դե ես հասկացա, որ Գոյիտան 15 տարեկանին հատուկ ուղեղ ունի, ու դրանից ավել չի մեծանա։ Իսկ թեստի արդյունքները։ Արդյունքները շատ լավ էին։ Դա այսինքն նա ասաց, որ նույն իրավիճակում գտնվող մարդկանց համեմատ Գոյիտան շատ ավելի լավ է։ Իսկ դա ինձ իսկապես շատ հուսադրեց, որովհետև Գոյիտան շատ էր վախենում։ Նա նաև ասաց, որ եթե սպասենք, կարող ենք եւ իրար սիրելու հնարավորություն ունենալ։ Միայն թե մենք պետք է սպասենք։ Այդքան բան։ Դու այնքան էլ համոզված չես խոսում Մակո։ Ուրիշ ինչ ասաց բժիշկը։ Դե, կոնկրետ ինչ եք ուզում իմանալ։ Նա ընդհանուր խոսում էր, մենք տարբեր թեմաներից ենք խոսում, սպորտից, քաղաքականությունից եւ այլն։ Ինչ ասաց Գրեգորիայի հետ սեռական կյանքի մասին։ Ինչ ասաց Գոյիտայի հետ սեռական հարաբերությունների մասին Մակո։ Աստվածի մախիր ինչու ես էլ չեմ կարող ներկա լինել։ Նրանք իմ մասին են խոսում, իսկ ես դրսում եմ սպասում։ Օրակույր միան հանգստացիր, մայրս ուղղակի որոշ տեղեկություններ է հավաքում, բացի այդ գիտես, նա ոչ մի վատ բան չի անի։ Ոչ չի անի, որովհետև իմ քույրն է։ Լսեք, խենթերից խոսեցիք հիշեցի։ Այն մյուսը Կլեմենտինա, որ մեռնում է ամուսնանալու եւ երեխաներ ունենալու համար, ինչու է ուշանում։ Միգուցե նա այլևս չվերադառնա, նա հա որ բարկացած էր։ Իսկ ինչու։ Որովհետև մորակույր Կոնստանսան չի ուզում, որ նա անգամ մոտ գնա Խոսեիտոին, իսկ Կլեմենտինան սիրում է նրան։ Իսկ ինչու նրանք չեն կարող սիրահարներ լինել։ Աստված իմ Գոյիտա դրանից էլ պարզ բան, որովհետեւ նա շոկոլադի պես սև է, իսկ քույրդ կաթի նման սպիտակ։ Բայց եթե նրանք սիրում են իրար, էլ ինչ խնդիր կա։ Ինչ անենք, որ նա սև է։ Ոչ, դա արդեն ուրիշ պատմություն է։ Ես չգիտեմ ով է մորակույր Կոնստանսայի գլուխը մտցրել, որ նա միլիոնատիրոջ հետ պետք է ամուսնանա։ Հիմա էլ սևամորթի պատճառով զարմուհիս ահավոր տառապում է։ Իսկ եթե նրանք էլ թեստ հանձնեն, լսեք, բոլորն ասում էին, որ ես ու Մակոն չենք կարող միասին լինել, իսկ թեստը հանձնելուց հետո պարզվեց, որ շատ էլ լավ կարող ենք։ Ոչ, սիրելիս, նրանց հարցում դա չի օգնի։ Նույնիսկ եթե այդ տղային Մայքլ Ջեքսոնի օճառում էլ մաքրեն, միևնույն է Կոնստանսան չի համաձայնվի, որ նրանք միասին լինեն։ Նա այդ կապը չի ընդունի։ Ուզում եմ տեսնել, թե ինչ դեմք կընդունեն, երբ Ալեքսանդրայի հետ տուն մտնեմ։ Հատկապես այդ սրիկա Աուրելիոն։ Դուք եք ուզում տեսնել այն այրված կնոջը։ Այո, ուզում եմ իմանալ արդյոք այս կինն այստեղ է։ Ոստիկան եք։ Այո, բայց նաև այս նկարի կնոջ ամուսինն եմ, ես նրան եմ փնտրում։ Նա աղջկաս մայրն է։ Ողջույն Յոլանդա։ Ողջույն սիրելիս։ Ողջույն Խենթուկս։ Ողջույն որդիս։ Հիշում ես խոհանոցի այն նեկուղը, որտեղ դու ինձ պարապել ես թաքցրել էիր, երբ չէր ուզում որ նա ինձ տեսներ։ Այո, իսկ ինչ կա որ։ Ուզում եմ որ այնտեղի բանալին ինձ տաս։ Բայց ինչի համար։ Իսկ դու միթե հիշում ես այդ նկուղը, ախր այն ժամանակ դու շատ փոքր էիր։ Դե իհարկե հիշեցի մայրիկ, խնդրում եմ։ Բանալիներն ինձ տուր։ Այո, կտամ, բայց այնտեղ միայն էլեկտրական ու ջեռուցման համակարգն է գործում։ Հին իրերից ու սարդոստայներից, առնետներից բացի ոչինչ չկա։ Ոչինչ, մի անհանգստացիր, զգույշ վերցրու։ Կլաուդիային կխնամ ես։ Հոգ կտանես, լավ։ Այո։ Երկուսս էլ այնտեղ են գնում։ Թույլ չտաս, որ այնտեղ մարդ մտնի։ Ոչ ոքի ներս չթողնես։ Եղավ։ Գնացինք։ Այո։ Հանգստացեք, հանգիստ խնդրում եմ, հանգստացեք, դա այնքան էլ հեշտ չէ, այստեղ հատուկ օրենքներ են գործում։ Լավ, ինչ որ ուզում եք կանը միայն, թե տեսնեմ նրան։ Նա պրոբլեմատիկ հիվանդ է, ես չեմ կարող թույլ տալ, որ դուք այցելեք նրան առանց բժշկի թույլտվության։ Լավ, հասկանում եմ ձեզ, իսկ եթե ես նրան հեռվից տեսնեմ, թող նա ինձ չտեսնի։ Ինչ կասեք։ Ընդունիր, որ դու չես կարող Գրեգորիայի հետ ամուսնանալ, մեղքի զգացումը կտանջի քեզ Մակո։ Նա կմոռանա այս մասին, հավատա ինձ։ Իսկ ես։ Որովհետև խոսքը ինչ որ վերնաշապիկի մասին չէ, որ եթե գույնը դուրս չի գալիս, կամ եթե ինչ չի սազում, մի կողմ հետամ ուրիշը գտնեմ։ Ոչ տիկին, խոսքը այն կնոջ մասին է, որին ես սիրում եմ։ Այդ դու ես ասում, որ սիրում ես։ Մակո, ես քեզ երեխա կպարգևեմ, եթե ուզում ես։
Մակո, գիտես, որ պատրաստ եմ ամուսնանալ քեզ հետ, որ դրա համար ես ոչ մի խանգարող հանգամանք չունեմ։ Ճիշտն ասած շնորհակալ եմ ձեր առաջարկի համար։ Իսկապես։ Բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Ես գիտեմ, որ դու քեզ պարտավորված ես զգում, որովհետև բոլորին ասել ես, որ սիրում ես Գրեգորիային, բայց Սպասեք մի րոպե։ Կարծում եմ կարիք չկա, որ հոծկիցը հատենք։ Դա հեշտ չէ։ Զգույշ եղեք։ Ձեզ համար բարդություններ մի ստեղծեք, լավ։ մտածիր ասացիս մասին, Մակո։ Եթե քո երջանկությունը ընտանիք ունենալն է, ես ինքս կարող եմ պարգևել քեզ այդ երջանկությունը։ Առաջարկս այն է, որ դու Սանտիագոյի առջև որպես նոր կին հայտնվես, նրա հետ նոր կյանք սկսես, թեպետ եթե ուզում ես, կարող ես ինձ հետ էլ մնալ։ Կարծում ես քո առաջարկը խելքին մոտ է։ Ոչ։ Քո կարծիքով մարդիկ իմ անցյալը այդքան հեշտ կմոռանան։ Գիտես որքան հաճախորդներ եմ ես ունեցել։ Մեկ էլ տեսնում ես հայտնվում են ու սկսում ստորացնել ինձ։ Վիոլետա, դա ինձ չի ուզում, ինձ մոտ քեզ արդարացնել պատճառ մի փնտրիր։ Բայց Սանտիագոյի համար պետք է փնտրեմ, որովհետև այն նրա համար մտահոգվում եմ։ Վիոլետա, հապա ինձ նայր ես այստեղ եմ եւ հանուն քեզ հրաժարվել եմ կնոջիցս դեմ եմ դուրս եկել որդուս, որովհետեւ սիրում եմ քեզ, Վիոլետա։ Գրողատանի, նայում եմ քեզ ու ցավում, թե ինչպես ես խորտակել ընտանիքդ, որովհետև նրանք քեզ ամեն ինչ տվել են։ Ոչինչ մի ասա։ Ես քեզ որոշակի ժամանակ կտամ, որպեսզի մտածես։ Հեռու գնա ինձնից, մի մոտեցիր, թե հայրիկիս կկանչեմ ու նա քեզ ուժով դուրս կանի այստեղից։ Լավ, շատ լավ, բայց գոնե մի տեղին ու խելքին մոտ պատճառ ասա, որ ինչ որ պատճառով չես կարող ինձ հետ լինել։ Ուրեմն ինձ լսիր։ Մի շատ տեղին պատճառ գոյություն ունի։ Ակվիլես, ինձ նայիր ու ասա, թե ինչպես անեմ։ Քո կարծիքով կարող եմ Վիոլետայի նման մարմնավաճառ դառնալ։ Կարծում ես այդ դեպքում Թեոբալդոն կսիրի ինձ։ Դե, ես Թեոբալդոյի մասին չգիտեմ, բայց դու ինձ խեղդում ես, խնդրում եմ։ Կուրծքդ հեռացրու ինձանից, որովհետև դեմքդ չեմ տեսնում, խնդրում եմ Ագրիպինա։ Ներիր ինձ, թույլ տուր կանգնեմ։ Ինչ։ Սպասիր, ուզում ես կրծկալս հանեմ։ Ոչ, խնդրում եմ, աղաչում եմ քեզ։ Չես ուզում որ հանեմ, ես ոչ մի խնդիր չունեմ։ Խնդրում եմ, ոչ, այդպես մի արա։ Խնդրում եմ, աղաչում եմ քեզ։ Արի այստեղ։ Ոչ, սպասիր Ագրիպինա, խնդրում եմ։ Իսեր Աստծո։ Գիտակցիր, թե ինչ ես անում։ Մի մոտեցիր ինձ Ագրիպինա, մի մոտեցիր։ Ես ուզում եմ հոգ տանել քո դինոզավրի մասին, Ակվիլես։ Ոչինչ մի ասա։ Թույլ տուր հոգ տանեմ քո դինոզավրի մասին։ Աղաչում եմ, ոչ Ագրիպինա։ Թող փաղաքշեմ քեզ։ Ակվիլես, ես եմ։ Ինչու ես կողպել դուռը։ Լսիր։ Միթե աղախինն է։ Ոչ։ Ինչպես է նա համարձակվում ընդհատել իմ գործը։ Ես հիմա կխոսեմ նրա հետ։ Ոչ, մտքովդ չանցնի։ Ոչ։ Բայց ինչու։ Թող ես կխոսեմ նրա հետ։ Ինչ է պատահել, Ակվիլես, ինչու դուռը չես բացում։ Ես գիտեմ, որ ներսում ես։ Բաց արա, Ակվիլես, դուռը բաց արա։ Ակվիլես։ Աուրելիո, Յոլանդան սխալվում էր, այնպես չէ, այստեղ այնքան բաներ կան, որ քայլել չի լինում։ Իսկ ուր է տանում այս նկուղը։ Ուր։ Նախկինում այս նկուղը մատուրի հետ էր կապվում։ Ինչ։ Այո։ Այստեղ ամեն ինչ կար ոսկեչությամբ զբաղվելու համար։ Ամեն ինչ հենց այստեղից է սկսվել։ Ապա այդ սեղանին նայիր։ Այդ դրանց վրա են աշխատել հենց սկզբից։ Հենց այստեղ էր ամեն ինչ սկսվեց։ Իսկ այդ դուռը ուր է տանում այն։ Հենց դա երևի այն դուռն է, որ մատուրի հետ է կապում։ Իսկ այն ետևի դուռը, իհարկե։ Այն սենյակն է, որտեղ հնում վառարանն է եղել։ Está el viejo incinerador de basura de la mansión. Ինչ, վառարան 21-րդ դարում։ Դա ինչ բան է։ Իհարկե, Անաստասիա,
Մի մոռացի, որ այս շենքը շատ հին է եւ ռուսական ոճով է կառուցված։ Այստեղ մի մեծ սենյակ գոյություն ունի, որտեղ տան ամբողջ աղբն են վառել։ Ինչ։ Իսկ եթե վանականը հենց այնտեղ է այրում իր բոլոր զոհերին, որոնք անհետանում են, Աստվածին։ Ինչու են նրանք այսքան ուշանում։ Ճիշտն ասած չեմ հասկանում, թե ինչու են ինձ այսպես արգելում տեսնել մի հիվանդի, որն ի դեպ իմ կինն է։ Դե ինչ, կարող եմ գոնե նրան հեռվից տեսնել, Ներեցեք, բայց ձեզ համար շատ դժվար կլինի տեսնել այդ այրված կնոջը։ բայց ինչու, չէ որ նա կարող է իմ կինը լինել։ Նրան ինչ որ ազգական է այստեղ բերել եւ ասել, որ նրան ոչ ոք չպետք է այցելի։ Ազգական։ Իսկ ով է նա, ինչ է նրա անունը։ Մակո, ես միայն ուզում եմ, որ լավ մտածես։ Լավ մտածիր ասածիս մասին։ Դու զուտ խղճահարությունից ելնելով ես ուզում ամուսնանալ Գրեգորիայի հետ։ Լսեք, նորից մի կրկնեք այդ հարցը, արդյոք սիրում եմ նրան թե ոչ, որովհետև ես երեխա չեմ, որ անընդհատ նույն բանը կրկնեմ։ Ես միայն մի բան գիտեմ, որ սրտան սիրում եմ նրան։ Բայց ես երբեք չեմ մտածել, թե դա այսքան բարդ կլինի։ Ձեր միջև ինչ-որ բան եղել է։ Իսկ ինչպես վարում, եթե սիրտս ասում է, որ փորձեմ, իսկ հետո միտքս ինձ ետ է պահում այդ ցանկությունից։ Որովհետև ես գիտակցում եմ, որ մարդիկ ինձ միշտ մատուցույց կտան։ Այո, ես իմ մասին եմ մտածում, չգիտեմ, կունենամ այդքան քաջություն, այդքան համբերություն։ Նա կարող է չհասկանալ քեզ, Մակո։ Բայց գիտեք ինչն է այս ամենի մեջ ամենաանհասկանալին, այն թե ինչու եմ նրան սիրում։ Նրա ինչն է ինձ այդքան դուր գալիս։ Իսկ պատճառը պետք է որ բավականին լուրջ լինի։ Որովհետև Գոյիտան, ես չգիտեմ, ես սիրում եմ նրան։ Սիրում եմ նրա անմեղությունը, հասկանում եք, նա ասես հեքիաթի աղջնակ լինի, այնքան նուրբ է։ Նա այնպես է շփտում։ Բայց կյանքը հեքիաթ չէ։ Ասում եք, թե հարցնում։ Որովհետև իմ կյանքը գնալով սարսափ ֆիլմի է նմանվում։ Ես վախենում եմ, շատ եմ վախենում, հասկանում եք ինձ։ Վախենում եմ, որ կսխալվեմ Գոյիտայի հարցում։ Ես փորձում եմ հասկանալ։ Միգուցե ճիշտ չեմ վարվում։ Ես չեմ ուզում զղջալ։ Չեմ ուզում զղջալ իսկապես։ Գոյիտա։ Եթե պնդում ես, կարող եմ պատճառների մի մեծ ցանկ ներկայացնել։ Ես քեզ չեմ սիրում։ Դա ամենակարևորն է։ Բայց տեսնում եմ, որ դա քեզ համար բավական չէ, ուրեմն մյուսը լսիր։ Ես հղի եմ քո որդուց Սանտիագոյից։ Ոչ, հնարավոր չէ, Վիոլետա, ոչ դու ստում ես։ Ոչ, ես կարող եմ ցանկացած թեստ հանձնել, նույնիսկ ԴՆԹ-ի թեստ, ինչ ուզում ես։ Կտեսնես, որ բոլոր թղթերը նույն բանը կապացուցեն, նույն արդյունքները կլինեն, ես երեխայի եմ սպասում նրանից։ Հիմա ինչ կասես, կշարունակես պնդել։ Vas a seguir insistiendo. Ակվիլես, բաց արա դուռը Ակվիլես։ Ակվիլես։ Գալիս եմ, Ռոմելիա, գալիս եմ։ Գալիս եմ։ Լոլիտա, ուզում եմ ասել Ռոմելիա։ Ես դրսում ծիծաղերի դրության մեջ էի հայտնվել։ Ինչու դուռը չէիր բացում։ Ինչ էիր անում։ Գրողը տանի, հագուստդ քեզ չի սազում։ Ինչու ես այդպես հագնվել։ Ես սխալվեցի։ Կոնստանսայի նման հիմար պիտի ձևանամ։ Հիշիր, ես հիմար եմ։ Ճիշտ ես ասում Ակվիլես, ես եկել եմ տեսնելու, թե ինչ ես նկարել, ահա սրանք են, դե իհարկե, այո, դու ես նկարել, Այո, ես քեզ ցույց կտամ դրանք, հապա այս նկարներին նայիր, այո, գեղեցիկ են, չէ՞։
Զգույշ եղիր։ Այդ դուրը փակ է։ Իսկ բանալիները։ Երևի մայրիկի մոտ է, հիմա կգամ։ Ոչ, պարոն, ոչ, իսկ եթե սա այն վայրն է, որտեղ վանականը պահում է իր զոհերի մարմիններ, օրինակ այն մարդու, որ Կոնստանսայի ընկերն էր։ Կրաուզը։ Այո, Կրաուզի կամ թեկուզ Մատեոյի, որովհետև ես կարծում եմ, որ Մատեոն նույնպես մահացել է։ Այո, միգուցե այդպես է, բայց ամեն դեպքում նրանք մեռած են։ Ոչ են կարող քեզ վնասել։ Զգույշ կլինես։ Աստվածին, գրողը տանի այս վայրը։ Իսկ եթե դուռը փակվի կամ լույսերը հանգեն։ Լսեք, դուք ոչ մի բանով չեք ուզում օգնել ինձ։ Ինչ կարողանում եմ անում եմ, բայց օրենքը օրենք է մնում։ Ինչպես է հնարավոր, որ ոչ ոք ինչ չի կարող ասել, արդյոք ձեր հիվանդն իմ կինն է, թե ոչ։ Պարոն, հասկացեք, ես չեմ կարող խախտել օրենքը։ Լսեք, ես արդեն 8 ամիս եմ նրան եմ փնտրում ու վերջապես գոնե մի հետք եմ գտել։ Խնդրում եմ, մտեք իմ դրության մեջ։ Միգուցե ձեր հիվանդն իմ կինն է, հասկացեք ինձ։ Դուք էլ ինձ հասկացեք, խնդրում եմ։ Այն մարդը, որը նրան այստեղ է բերել, չի ուզում, որ որևէ մեկն այցելի այդ կնոջը։ Նա ամեն ամիս վճարում է մեզ, բայց երբեք չի գալիս նրան տեսակցության, այնպես որ ես չեմ կարող դա ձեզ թույլ տալ։ Դուք տեսակ ու լսեցիք ամեն ինչ ու գիտեք իմ այստեղ գտնվելու պատճառը։ Թույլ տվեք տեսնեմ այդ տայրված կնոջը։ Ամբողջ գումարը ձեզ կտամ։ Ախ, Տոնի, Աուրելիոին այդ հետաքննությունից ազատելն ամենալավ բանն էր, որ դու կարող էիր անել։ Պատկերացնում ես, եթե նա իմանա, որ վանականն ուզում է վրեժխնդիր լինել Հելենայի մահվան համար։ Ինչ պետք է անեմ, եթե որդիս սկսի հարցաքննել ինձ։ Ինչ պետք է ասեմ նրան։ Այո, բայց Աուրելիոն օրեցօր ավելի է մոտենում ճշմարտության ու անգամ եթե ես նրան հեռու պահեմ այդ գործի հետաքննությունից միևնույն է նա չի հանգստանա։ Ցավում եմ ասել Տոնի, բայց ես զգում եմ, որ այս իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հարկավոր է մի բան անել։ Այո, միայն թե հանգստացիր, այո։ Ողջույն մայրիկ։ Ողջույն որդիս։ Հայրիկ, խնդրում եմ դուք դուրս նկուղի աղբակես սենյակի բանալին։ Իսկ ներքևում դու ինչ գործ ունես։ Ինչի համար ես ուզում այդ բանալին։ Մնացածն այն ժամանակ կտամ, հենց որ տեսնեմ այդ այրված կնոջը։ Շատ լավ, այսպես անենք։ Դուք ինձ դրսում սպասեք, ես գնամ այն սենյակը, որտեղ վտանգավոր հիվանդներին են սպասում։ Վտանգավոր հիվանդներին։ Այո, դա հատուկ սենյակ է, հասկանում եք։ Դա է պատճառը, որ դες չեն թողնում այնտեղ։ Նա է։ Դե ճիշտն ասած չգիտեմ, որովհետև նա հիմա այնպիսի վիճակում է, որ չեմ կարող ասել։ Դե գնացեք ու ինձ այնտեղ սպասեք։ Լավ։ Ինչ եղավ։ Դատան միակ վայրն է, որտեղ դեռ մենք չենք ստուգել։ Չէ՞ որ այն վաղուց փակ է, ու ոչ ոք չի մտնում այնտեղ։ Ապա մտածեք, վանականի համար դա հրաշալի թաքստոց է։ Ոչ, ես այդպես չեմ կարծում, որդիս։ Այդ սենյակը փակ է։ Եթե այնտեղ ելումուտ անող լիներ, ես դա անպայման կնկատեի, որովհետև անընդհատ խոհանոցում եմ լինում։ Այո, բայց հնարավոր է, որ վանականը խոհանոցի դռնով ելումուտ չի անում, այլ մատուրի դռնով։ Աուրելիո, ես քեզ ասացի, որ մոռանաս այդ հետաքննության մասին ու այն Կուբիլանին թողնես։ Համաձայն եմ, բայց ինչ է կատարվում ձեզ հետ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք չեք ուզում, որ ես ինչ-որ բան իմանամ։ Շատ լավ, որդիս, լավ, եթե ուզում ես ինքդ համոզվել, որ ներքևում ոչինչ չկա եւ ոչ ոք չի թաքնվում, ես ինքս կտամ քեզ այդ բանալին, գնանք։ Աստվածի ոչ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք բացեն այդ արկղերը, ոչ։ Միակ ելքն այն է, որ որքան հնարավոր է շուտ Աուրելիոին հեռացնեմ այստեղից։ Ոչ, որդիս չպետք է իմանա այդ ահավոր բանի մասին, ոչ իմ որդիս։ Չես լսում։ Խռմփոցի ձայն է, ու իմ միջայլոց լոգարանից է լսվում։ Այո, գնամ տեսնեմ ով է։ Դա երևի ջրի խողովակն է, ո՞ւր է անցել մեջը։ Խողովակը։ Այո, բայց սպասիր, այստեղ սպասիր, ես հիմա կստուգեմ այն։ Խողովակի մեջ ո՞տ է անցել։
Աստված իմ, ինչ անեմ նրա հետ։ Ինչ անեմ, որ չխրմփացնի։ Ինչ է եղել։ Ինչ է պատահել։ Լավ, ես եմ։ Ակվիլես, ես փրկեցի քո դինոզավրին։ Թաթր խոսիր, սպասիր, ոչինչ մի ասա։ Ցածր խոսիր։ Ինչ գործ ունեմ այստեղ։ Ինչ ես պատրաստվում անել տեքրս։ Ուզում ես ցնցուղ ընդունել ինձ հետ։ Այո, արի միասին ցնցուղ ընդունենք։ Ես կլողացնեմ քեզ։ Ոչ, կամաց խոսիր, մտիր։ Բայց ինչու չեմ կարող բարձր խոսել։ Կոշիկները թանիր։ Թքած դրանց վրա։ Դուրս արի այդտեղից Ակվիլես։ Ինչ է կատարվում։ Գրողը տանի այդ աղախինը չի հարգում քեզ։ Ես ցնցուղ կընդունեմ, շոկում եմ։ Աստված իմ, տեսնես այդ վանական ինչպես է կարողանում այս բոլոր իրերի վրայով ցատկել։ Միգուցե նա կրկեսի աշխատող է, որովհետև ես ինքս չեմ կարող։ Լսիր, դու խելագարվել ես, ինչ է։ Ինչպես կարող էր առանց որևէ բան ասելու հենց այդպես հայտնվել։ Ինչպես վախեցրիր։ Թե քո կարծիքով նկուղը Դիսնեյլենդն է։ Լավ հանգստացիր, հիմար մի եղիր։ Ես չեմ եկել, որ քեզ վախեցնեմ։ Ուրեմն ինչի համար ես եկել։ Ինչու առանց որևէ բան ասելու այդպես անաղմուկ ներս մտար։ Դա դեռ մի կողմ։ Ինչպես այստեղ եկար։ Ինչպես թե ինչպես եկար դռնով։ Բայց դու հանգստացիր, ես վանականը չեմ, լավ։ Իսկ միգուցե պարավ Հելենան քո մարմին է տիրացել։ Ողջույն, ներսում մարդ կա, ով է։ Լսիր, հիմարություններ մի ասադ, ես եմ, միթե ինձ չես ճանաչում։ Ինչու ես ինձնից վախենում։ Ինչ է եղել, զբաղված ես։ Ես ուզում եմ խոսել քեզ հետ, ես քո կարիքն ունեմ։ Կարծում եմ լավ կլինի փոքր սպասենք։ Մենք նկողում մի սենյակ ենք գտել ու հիմա մայրս պիտի դրա բանալիները բերի։ Այն որտեղ աղբը վառում էին ժամանակին։ Ինձ թվում է մենք այնտեղ ինչ-որ մի հետ գտնենք։ Այո։ Վերցրու բանալիները որդիս, բայց իմ կարծիքով դու զուր ժամանակ ես պատմում։ Լավ, մենք դեռ կտեսնենք դա։ Ուրեմն ես հետ կգամ քեզ հետ, որպեսզի ուղեղս մի քիչ ծրվի։ Դե լավ, արի ինձ հետ։ Ներեցեք ինձ։ Իսկ դուք այնպես արեք, որպեսզի ամեն ինչ փայլի, եղավ, աշխատեք, եթե ոչ տոնին դեց դուրս կշպրտի։ Քեզ ինչ է եղել։ Այնպես եք նայում ասես ուրվական եք տեսել։ Այ քեզ կատակ։ Հավատս չի գալիս, որ այդ մարդին ինձ թակարդը գցեց, նա ինձ թալանեց։ Հիանալի է։ Ակեք սամ։ Սազ բժշկի տեղ կդնեք։ Իմ ետևից։ Հիմա տեսնես Ալեքսանդրան կճանաչի ինձ։ nave partirá, el chivo, el burro, el gato, y yo no sé dónde están. La nave partirá. Վերցրու, սա վերցրու։ Գրողը տանի, ես ուժեղ գլխացավ ունեմ։ Ինչու ես այդպես երգում, ես հիմա կխլանամ։ Այո։ Այդ ինչու որոշեցիր ցնցուղ ընդունել Ակվիլես։ Դուրս չես գալիս այդտեղից, ես քեզ եմ սպասում։ Սպասիր, Բրոմելյան, չէ։ Այո, նա է։ Իսկ հիմա ինչ անենք տեքրս։ Չգիտեմ։ Ինչ անենք։ Չգիտեմ։ Դու ինչպես այստեղ եկար։ Հենց նոր ասացի Անաստասիային աստիճաններով, բայց ես վստահ չեմ դրանում, ես ոչ մի ձայն չլսեցի ու պատահաբար շրջվեցի եւ խնդրեմ իմ ետևում դու էիր կանգնած։ Չեմ հասկանում ինձ հարցաքննելու համար եք եկել։ Եկեք վերջապես բացենք դուռը, բոլորս էլ դա ենք ուզում, այնպես չէ։ Բայց չի ստացվում։ Ինչքան ժամանակ է փորձում, բայց բանալիները կամ շատ մեծ են, կամ էլ շատ փոքր։
Ինձ դուր, բայց ինչի համար եմ բանտ նստել, եթե չստացվի ուրեմն, էլ ինչի եմ պիտանի, դու այդ գործում մեծ փորձ ունես։ Ինչ եղավ, ինչ է։ Չբացվեց, ինչ խնդիր կա։ Ոչինչ, ուղղակի այս բանալիներով մինչև մեր կյանքի վերջն էլ փորձենք չեն կարողանա այս դուռը բացել, որովհետև սրանք շատ հին բանալիներ են, իսկ կողպեքը նոր է, տեսնում եք։ No me copian. Բայց կյանքը հեքիաթ չէ։ Ասում եք, թե հարցնում, որովհետև իմ կյանքը գնալով սարսափ ֆիլմի է վերածվում։ Ես վախենում եմ շատ եմ, վախենում հասկանում եք ինձ, վախենում եմ, որ կսխալվեմ գոյիտայի հարցում։ Փորձում եմ հասկանալ, միգուցե ճիշտ չեմ վարվում, որովհետև հետո ահավոր կլինի զղջան բանի համար, որ սիրել ես մեկին։ Ախր ինչու։ Ինչու եմ այսպիսին ծնվել Տեր Աստված։ Ինչու բոլորի նման ես էլ նորմալ մարդ չեմ։ Եթե նորմալ լինեի, Մակոն վատ չէր զգա, որ սիրում է ինձ։ Բայց ոչ, ես մտավոր հետամնաց եմ, իմ ուղեղը լավ չի աշխատում։ Ախր փորձում եմ որևէ բան անել, բայց չեմ կարողանում, որովհետև դա իմ մեղքով չէ։ Ես մեղավոր չեմ, որ այսպես եմ ծնվել։ Մակոն միակ անձնավորությունն էր, որ ինձ նորմալ մարդ էր համարում։ Նրան չէր հետաքրքրում այն, որ ես մտավոր հետամնաց եմ։ Բայց նա էլ փոխեց իր կարծիքը, նա էլ նկատեց, որ ես անպետք եմ։ Երանի ծնված չլինեի։ Ինչու եմ լույս աշխարհ եկել, որպեսզի բոլորն ինձ արհամարեն։ Որպեսզի նրանք անընդհատ հիշեն, որ ես հրեշ եմ։ Աստված իմ փրկիր, ինձ աղաչում եմ քեզ։ Հանիր այս ցավն իմ միջից։ Այնպես արա, որ մոռանամ Մակոին, որ նա ջնջվի իմ սրտից։ Այնպես արա, որ նա գոյություն չունենա ինձ համար, որպեսզի այլևս ինձ ցավ չպատճառի։ Que no exista, que no duela, que no duela. Հիմար ձևացիր Բրոմելիա, հիմար։ Սա ինչ է։ Ակվիլեսն այստեղ ուրիշ կին է բերել։ Չլինի նա բուժվել է ու ինձ ոչինչ չի ասում։ Անամոթի մեկը, Աստված չանի, որ ինձ դավաճանես, Ակվիլես, գիտես ինչ կանեմ, ես կկտրեմ քո այդ անպիտան օրգանը։ Ակվիլես, Ակվիլես, դուրս արի այդտեղից, Ակվիլես, դուրս արի կամ էլ բաց արա դուռը, Ակվիլես։ Տեքրս, ինչ պիտի անենք, այդ խելագար կինը կսպանի մեզ գրողը տանի։ Ակվիլես։ Չգիտեմ։ Ինչ անենք։ Ես չգիտեմ, Ռոմելիա։ Ակվիլես։ Հանգստացեք, քիչ մնաց, հիմա կբացեմ։ Դե ինչ։ Հետաքրքրությունից մեռնում եմ, գուցե այնտեղ բանականին վերաբերող մի շարք ապացույցներ կան։ Դու ինչու ես ոգևորվել, աղջիկ։ Այնպես ես խոսում, ասես Ռիքի Մարտինի սենյակն ենք մտնում։ Դե բացիր, արագ։ Իկոմ քաշվիր։ Նայ։ Ջուր։
ջուր։ Ճիշտն ասած, ես նման բան չէի անի։ Խալա։ Ալեքսանդրա։ Բանն այն է, որ Ագրիպինան իրեն վատ էր ուզում։ Նա ահավոր ճնշված է եւ ուզում էր լիցքաթափվել։ Դրա համար էլ այստեղ եկանք, մենք զրուցում ենք, այո, զրուցում ենք։ Հետո նա սկսեց խմել ու խմեց այնքան, մինչև իրեն վատ զգաց։ Այդ պահին դու եկար ու թակեց իր դուռը։ Ինձ թվաց, կարող նրան այնտեղ թաքցնել, որպեսզի իրան անցում չսարքես։ Եվ փաստորեն այսպես էլ եղավ, այո։ Բայց ես չէի ուզում, որ այդպես լիներ։ Դրա համար էլ ես նրան լոգարան բերեցի։ Իսկ ինչ էիր ուզում, որ անեի Աքվիլես։ Ինչ կանեիր, եթե ինձ Տեոբալդոյի հետ լոգարանում տեսնեիր, նրա հագին էլ շոր չլիներ։ Ես վատ կարծիք կկազմեի քո մասին, որովհետև Տեոբալդոն սիրում է միայն անառակների հետ լինել։ Քեզնից էլ լավ անառակ, մինչև երբ եմ ես, թե դու էլ ես Վիոլետայի նման անառակ։ Ձայները կտրեք, լռություն։ Ոչ, Աքվիլես, ոչ, բավական է կմկմաս, ոչ, ասա, որ դա այն չէ, երբ նա սկսում է այդպես կմկմալ, ոչինչ չի կարողանում ասել, ասա, որ դա այն չէ, հիմա ես մի բաժակ ջուր կբերեմ ու դու կտեսնես, հենց որ խմի այն ու գլուխը վեր ու արանի, այլևս ոչ մի կմկմոցել չի լինի, դու խափում ես ինձ, դու դիտավորյալ ես այդպես անում, Բրոմելիա դու չափազանցնում ես գրողը տանի, շունչդ պահիր, մի րոպե շունչդ պահիր, Սպասիր, Աքվիլես, լսիր, թե ինչ պետք է անես, հիմա կկանգնես, դրանից հետո կխոնարհվես, հետո ջուրը այսպես կխմես ու կտեսնես, որ այլևս ոչ մի նման բան չի լինի, դե խոնարհվիր, դե։ Վստահ ես, որ դա կօգնի։ Սպասիր։ Ստացվեց։ Տատիկիս ասածը ճիշտ դուրս եկավ։ Չոքնեց հիմար։ Ալեքսանդրա, այդ դու ես։ Զգույշ եղեք, նա շատ ագրեսիվ է ու պատահարից հետո կարծես թե կորցրել է լսողությունը, զգույշ եղեք։ Ընկերս, դու կարող ես գնալ։ Ընկերս, ինչ է կատարվում այստեղ, դուք բժիշկ չեք։ Դուք ոչինչ չեք տեսել։ Ինչպես թե ոչինչ չեմ տեսել, գնանք, մուտքը արգելված է։ Շատ հնարավոր է, որ վանականն այստեղ է ապրում, նա ամեն ինչ ունի, ջուր, սնունդ, հագուստ, այստեղ ամեն ինչ կա։ Իհարկե, դրա համար էլ մենք երբեք չենք գտնում նրան, գնում է այնտեղ, մարդ սպանում ու հետո էլ այստեղ է վերադառնում ու թաքնվում։ Ոչ, ու ամենավատն այն է, որ թվում թե նա գիտի, թե որ ժամին որ մեկս որտեղ ենք եւ ում հետ։ Լսիր ընկերս, ամեն օր այդքան չարչարվում ենք, բայց իզուր, որովհետեւ այդ մարդը հենց մեր աչքի առաջ է, դես ու դեն գնում։ Հիմա ուզում եմ, որ դու ստուգես թղթապանակները։ Դու քո կորսնարա, ես իմը։ Մի անհանգստացեք, պարոն, ես կարող եմ դա անել, բայց միայն գիշեր, երբ բոլորը քնած լինեն։ Լավ։ Ուզում եմ, որ այս հիվանդին վերաբերող ամեն ինչը հետազոտես։ Երբ է եկել, որն է նրա այստեղ գալու պատճառը, ինչ է ախտորոշել բժիշկը ու թե ով է հիմա նրա բժիշկը։ Ոչ մի խնդիր չկա։ Բայց ինձ համար շատ կարևոր է իմանալ դա, խնդրում եմ, իմացիր ով է նրա այն ծանոթը, որը նրան այստեղ է բերել, ով է նրա այդ ազգականը, որ վճարում է նրա համար։ Իհարկե։ Արի, նստիր այստեղ, արի։ Ոչ, այդ մեկը կոտրված է։ Արի, ավելի լավ է, այս մեկի վրա նստիր, այն կոտրված չէ։ Դե նստիր։ Իսկ ես կարող եմ կանգնել։ Հիմա այս պարոնն ինձ իր աթոռը կառաջարկի։ Բայց քո կարծիքով ես ինչպես կարող եմ թույլ տալ, որ դու կանգնես, ոչ։
Շատ լավ։ Դե եթե պնդում ես, դու արդեն իմ ձեռքում ես։ Իմ պլանի համաձայն ես գործում։ Դու իմ ծուղակն ընկար։ Ինչ եղավ։ Ախ, ոչ, չեմ կարող։ Վալենտինո, չեմ կարող։ Ես ընդամենը, նայիր ընդամենը 3 աթոռ ունեմ, իսկ դրանք էլ կոտրված են։ Այլևս չեմ կարող հանդուրժել այս իրավիճակը, սա արդեն անտանելի է։ Վալենտինո, չեմ կարող այս աղքատության մեջ մնալ։ Չեմ կարող։ Ոչ, արի այստեղ։ Ախր, ինչպես բացատրեմ քեզ, դե լավ, կարծում եմ պետք է մի լուծում գտնենք այս իրավիճակը հարթելու համար։ Իսկ գուցե հայրիկիցդ գումար խնդրես։ Ինչ ժլատ մարդ դուրս եկավ։ Ոչ, ես չեմ ուզում հայրիկից գումար խնդրել, բացի այդ, նա խոստացել է, որ երազների խաչն ինձ կտա։ Ինչ, երազների խաչը, ոչ, իմ կարծիքով տոնին քեզ չի տա երազների խաչը։ Դա Էլենայի խաչն է։ Այո, նա ինձ ասաց, որ այն ինձ կտա, ու հետո ես կկարողանամ ուզածիս պես վարվել դրա հետ, իսկ ես ուզում եմ վաճառել այն։ Գրողը տանի, եթե դոլարի վերածենք, ահագին փող է ստացվում։ Այո, ես դա գիտեմ, մտածում էի, որ այն $5 միլիոն կվաճառեմ։ Դու կարող ես գնել այն։ Ասեք գեղեցկուհիներ, կարծում եմ լավ կլինի, թե դուք վերև բարձրանաք լավ, որովհետև եթե այս սենյակի բնակիչը հայտնվի, ես ու ընկերս մենակ ավելի լավ կպաշտպանվենք։ Ես ես ասացի, որ այստեղից չեմ հեռանա, մինչև մի բան չգտնեմ, որ ինձ քրոջս մոտ կտանի։ Իսկ եթե մի բան գտնենք, որը մեզ կհուշի, թե որտեղ է Մատեոն, կամ թե ինչ է պատահել նրա հետ։ Լավ, հնարավոր է որ գտնենք։ Որևէ մեկդ գիտեք, թե ում են պատկանում այս իրերը։ Ելում պետք է պատկանեն վանականին, երբ ճանապարհվում են մարդ սպանելու։ Նա այստեղ է թողնում, որովհետև գիտի, որ կորցնելու դեպքում մենք կարող ենք դրանով բացահայտել իրեն։ Փաստորեն թե պարզենք, թե ով է այս իրի տերը, նաև կիմանանք, թե ով է վանականը։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխ բարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել